Ողջույն, ես Ժենյան եմ, արդեն ընտրություններից անցել է մոտ 4 ժամ, ես Շենգավիթ վարչական շրջանում եմ, 8-15 ընտրատեղամասում, այստեղ հոսքը մարդկանց բավական շատ է, փորձենք գնանք ներս, խոսենք հանձնաժողովի նախագահի հետ, տեսնենք արդյոք եղել են ընտրախախտումներ կամ այլ խախտումներ։ Ներեցեք, դա ինչ է։ Ներեցեք, դա ինչ ծրար էր։ Սա դատարկ ծրար էր մնացել, երևի երկու հատ են տված եղել, մեկը գործածել է, մեկը հանել դրել է դուրս։ Իրանք իրական իրավական տես նշանակություն չունեն։ Մեր տեղամասում ընտրողները շատ ակտիվ են, ժամը 8-ին արդեն մեծ ակտիվություն գրանցվեց, ու այսպես պարբերաբար երևի մի 5 րոպե, 10 րոպե, մի քիչ համեմատական դադարալնում, հետո էլի ակտիվ գալիս են, հերթեր են գոյանում, մի անգամ ստիպված եղանք արդեն փակել, որ թվում է թե այդքան էլ պետք չի փակել տեղամասը, ոչ թե փակել, այլ հոսքը ավելի համաչափ դարձնել։ Այս պահի դրությամբ երևի թե 500-ին մոտ արդեն մասնակցել։ Իսկ ինչքանն է, որ պետք է ընտրեն։ 1878 ընտրող։ Հա, բավական շատ արդեն ընտրողներ եկել են 4 ժամվա ընթացքում։ Դա է պատճառը, որ ոստիկանը նաև ինչ-որ բանի։ Այո, դա է պատճառը, այո, որ ոստիկանին մենք ենք խնդրել, դիմել ենք, որ դրսից մի քիչ կարգավորի հերթը հոսքը ուղղակի փոքր թվերով լինեն, որովհետև այստեղ արդեն կուտակումներ էին առաջանում, գրանցող սարքի աշխատանքներ արդեն դժվարանում էլի։ Գրանցամատյանում այսօր ինչ-որ ընտրախախտումներ գրանցվել են արդեն։ Այո, կա կուտակումների հետ կապված ընտրախախտում, հետո մի քիչ առաջի այդ քվեախուցը առաջ էր եկած, երևի ընտրողները հրել էին, առաջ էր եկել, մեկ էլ վստահված այդ դիտորդը էր, մի րոպե նայեմ, հա, դիտորդը զգուշացրեց, շտկվեց սխալը, իսկ կուտակումներն էլ էլի դիտորդը զգուշացրեց, հետո մի որոշ ժամանակ հետո, մոտ մի ժամ հետո ոստիկանին խնդրեցին կարգավորեց։